Արմրու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ նրա ընտանիքի անդամները հարձակվել են որդու ինքնասպանության քրեական բարույթի շրջանակներում։ Ողբերգական դեպքից անցել է 5 ամիս եւ իրավապահները նշանակել են գործով մի շարք փորձաքննություններ ու սպասում են նշանակված փորձաքննությունների եզրակացությանը։ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին հրազենով կրակոց էր հնչել Արաբկիր համայնքում։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածի վնասվածքը կոկորդի մասում էր։ Նրա վիճակը շատ ծանր էր։ Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար։ Ավելի ուշ պարզվեց, որ հրազենային վիրավորում ստացածը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին էր Մխիթար Մարգարյանը, որի կյանքը փրկել չհաջողվեց։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին ատրճանակ առնանման հետքեր կրակված մեկ պարկուճ։ Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Հրանտ Մարգարյանի որդու Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ինքնասպանության հասնելու փորձի հատկանիշներով։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, հարազատները հարձակվել են, նախաքննական մարմինը սպասում է փորձաքննությունների եզրակացությանը։ Ի վերջո, ով կամ ինչու հասցրեց երիտասարդին ինքնասպանության։ Հուսանք այս հարցերի պատասխանը կտա քննությունը։